տալիս։ Իշխանական լրատվամիջոցները ձեզ անդրադարձել էին նշելով, որ դուք ոչ միայն ռուսական իրավապահ համակարգի հետ եք համագործակցում եւ դրանով պայմանավորված կարող են ձեզ կալանավորել։ Նախ կանրադառնալ այդ տվյալներին։ Եկեք մի բան ասեմ, հա։ Եթե կա նմանատիպ կասկած, ոչ թե կասկած, այլ ոնց որ իրենք են ներկայացնում, որ դա հենց իրողություն է, ես կարծում եմ, որ շատ վաղուց ինձ պետք է արդեն կալանավորած լինեին, քանի որ դա հերթական հերյուրանքն է եւ փորձում են իմ անվան հետ կապված ինչ որ բան հորինել, քանի որ ինչպես այսքան ժամանակա շփվում ենք, բոլորին էլ պարզ է, թե մեր անցյալը ինչքան մաքուր է եւ չեն կարողանում որևիցե տեղից որևիցե ինչ-որ մի բանով փորձեն քարկոծել ժողովրդի աչքից գցեն, գնալով մեր կուսակցությունը, գնալով մեր դաշինքը թափ է հավաքում, օր-օրի, ժամ առ ժամ գնալով մենք ուժեղանում ենք, մեր ժողովրդի հետ ենք ուժեղանում, դրա համար էլ իրենց աչքը վախեցել է, փորձում են ինչ-որ ապուշ բաներ գրեն, ինչ-որ փորձեն բանան, շնորհակալ եմ։ Կներեք Եթե անվանումը հանվել Սամվել Կարապետյան անվանումը, դա տեսեք ինչպես քիչ առաջ իմ իրավաբան փաստաբան ընկերները ներկայացրեցին, նախընտրական այս շրջանում նմանատիպ փոփոխություններ անելու իրավունք չունեն, այդ առաջինը, երկրորդը նորից եմ կրկնում, ինչ ուզում են անեն, մեր ժողովուրդ ունենալա ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ անվտանգությամբ եւ երկարատև խաղաղությամբ։ Եթե Մոլդովայի սցենարը եղավ, ոնց է ունենալ ուժեղ Հայաստան, ոնց է հակազդել։ Ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնացնել, որպեսզի մենք ունենանք փոփոխություն ու արժանապատիվ ապրենք։ Եթե Մոլդովայի սցենարը կիրառվեց, այստեղ ոնց եք կարողանալու ընտրվել, ինչ եք անել։ Տեսակի կրկնում եք, եւս մեկ անգամ ասում եմ, ունենք բոլոր սցենարները, որպեսզի մեր ազգը ապրի արժանապատիվ ուժեղ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա նորից եմ ասում, հիմա եթե ես դնեմ մեր բոլոր խաղաքարտերը բաց եմ ասեմ, այս պարագայում էսպես կանենք, այնպես կանենք, այտենց ճիշտ չի։ ՀԱԿ-ի հետ ձեր միավորումը ինչու՞ պարոն Ալեքսանյան, ՀԱԿ-ի հետ ձեր միավորումը ինչու՞ չստացվեց։ Եվ իշխանականները ակտիվ տարածում, որ ուժեղները մի քանի հոգով Ինչա տեղադրել չեմ տեսել։ Այստեղ հիմա նկարում են ասում լրագրողների ոստիկանները ավելի շատ են, քան ուժեղ տղաները։ Նախ վերջում ցույց կտակ ինչքան մարդ է այս պայն հավաքվել, այդ առաջինը, երկրորդն էլ Ալեն Սիմոնյան ջան, ուժեղ տղաները միշտ շատ են լինում, բայց անգամ եթե լինում են 2-3 հոգով, ուժեղը մնում է ուժեղ։ Այդ ձեզ է պետք, որ կուտակումներով կարողանաք շարժվեք աչուձախ, այդ ձեզ է պետք, որ fake աջակիցներով քայլեք, ձեր քաղաքական ղեկավարների կողքից ասի, այսօր գնում եմ այս նույն մարդիկ են, այդ ոնց է այդպես սպասվում։ Դուք գիտեմ, որ երբևիցե ուժեղ չեք եղել, դրա համար ձեր համար մի քիչ անսովոր է, տենց ուժեղ ելնելը ոնց է լինում, մի քիչ որ ազատ ժամանակ ունենամ, ձեզ կպատմեմ այդ ուժեղելը ոնց է լինում, կամ էլ կարող եք էջից հետևել, կամաց կսովորեք։ ՀԱԿ-ի հետ դաշինքը ինչու չստացվեց, ՀԱԿ-ի հետ։ Եկեք ավարտենք, շնորհակալ եմ շատ, նորից շնորհավորում եմ բոլորիդ տոնը, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես ձեզ շատ սիրում եմ, շնորհակալություն, լավ օր ձեզ։ Ժողովուրդ, եկեք մի բան ասեմ, կներեք, եկեք մի բան ասեմ, մեր ուժը, ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի հետ, մեր ազգին, մեր պետությանը բերելու է համախմբում, պառակտումներին վերջ ենք տալու, մենք ազգովի վերջը պետք է հասկանանք, որ մեր համախմբությունն է, մեր պատմությունով եկածող մեր համախմբությունն է միշտ փրկել, մենք եղել ենք ուժեղ այն ժամանակ, երբ համախմբված ենք եղել։ Այդ, չգիտեմ, ինչ որ փոքր տենց ինչ որ սադրիչ բաներ մտցնել տարբեր մարդկանց մեջ, ոչ մեկի խորհուրդ չեմ տալիս, մեզ սադրելը հնարավոր չէ, ընդհակառակը ամբողջ մեր կյանքում մարդկանց խնդիրներին փորձել ենք օգտակար լինել, բարիշացնել, որ իրար հետ ապրեն համերաշխ, միասին լինեն ուժեղ։ Շնորհակալ եմ բոլորիս լավ օր։ Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա։ Ես կարծում եմ դուք եք տեսնում։